Դիմաց կանգնած եմ ես մի տղավ պարզապես շատ սիրում է քեզ իմ աչքերն ես դու քեզանով ես այս կյանքում զգացմունքներս եմ կարդում որ սեր ունեմ մարդում կուզես աշխարհն առանց կարտես դու միայն ասա ինչ որ ուզես կուզես քեզ համար օրինեմ արևի փոխարեն մեծ ավելի եթե դու կուզես աստերից են սիմա կշարեմ քո դիմաց անունը քո էլի ամեն ինչ որ կուզես երկուսով նայենք մենք լուր հենց այդ կետը ամենուր դառնալու է դուր երազանք դեպի երկնքին իմ ակպի կտեսնես ձեռքի տապին սեր է գրվելու կուզես աշխարհն առանց կարտես դու միայն ասա ինչ որ ուզես կուզես քեզ համար օրինեմ արևի փոխարեն մեծ ավելի եթե դու կուզես աստերից են սիմա կշարեմ քո դիմաց անունը քո էլի ամեն ինչ որ կուզես ասա դու ինձ ամեն ինչ որ կուզես ասա դու ինձ ինչ որ կուզես քեզ համար օրինեմ արևի փոխարեն մեծ ավելի եթե դու կուզես աստերից են սիմա կշարեմ քո դիմաց անունը քո էլի ամեն ինչ որ կուզես ասա դու ինձ ամեն ինչ որ կուզես դու ամեն ինչ որ կուզես Հովհաննես Մանասյան Լսենք մեր ժյուրի անդամների կարծիքները, սկսենք Յիգորից Հովհաննես ջան, միջև քեզ երկու հզորագույն ելույթ ունեցանք եւ ըստ երևույթի արդեն մեր ներվային համակարգը պատրաստ չէր այս մեղմ կատարմամբ ամենագեղեցիկ երգերից մեկն է սիրո մասին Ավետ, Կարեն, Սևակ եւ Հովհաննես սիրուն քառակուսի ստացեիք այդպես ինձ թվում է որ մի քիչ ավելի սրտակեր պետք է լինես սովորի ուրեմն Գրիգորից եւ Էդից մի ցկլ մնացածը կասի Սյուզաննա շնորհակալություն Սյուզաննա Հովհաննես ջան շնորհավորում եմ Իմ սրտի փոքրիկ մասնակից նախագծի այնքան հպարտ եմ որ դու
շատ փոքր ես տարիքով, բայց շատ համարձակ ես բեմում, այդ շատ կարևոր է։ Ինձ ինչ որ մի բան շատ քիչ չհերիքեց, ես հասկանում եմ, որ օրիգինալ կատարողը մեր շատ սիրելի Արամը Էմպետրին այնպես ֆուրոր է արել այս երգով, որ դժվար է, իսկապես դժվար է, իրենից հետո աշխարհում կան այդ տեսակ կատարողներ, բայց ես նաև քո կատարման մեջ տեսա քո գույները, դա էլ է շատ կարևոր։ Մի քիչ կուզենամ ավելի քոնը շատ ավելի ներդնես, որովհետև դու ունես հստակ գույն, որը եւ հեռուստադիտողին է արդեն դուր գալիս, եւ մեդիա դաշտում ես քննարկվում, եւ դու ուղղակի ֆանտաստիկ ես։ Ապրես։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Անդրե։ Ինչ ես հովո։ Լավ եմ, դուք ինչի՞ք եք։ Լավ եմ։ Ինչ ես ստացել քննությունդ։ Բավականին բարձր։ Հա, ինչքան օրինակ։ 18։ Հա, լավ է, շատ շնորհավոր։ Հովանեսը այս տարի դպրոցը ավարտեց եւ քննություններից ուրեմն գնում է քննություն է տալիս։ Այնտեղից վազում գալիս է փորձից շունչ չհերիքելով, հետո նորից արանքում մինչև մյուս մասնակիցները պարապում են, ինքը պարապում է հաջորդ իր քննությունը, մի խոսքով սենց փոթորիկի մեջ հաջողություն են քեզ մաղթում քննություններում։ Ես կարծում եմ, որ ես էլի պետք է կրկնեմ ինքսինց, դու մեր ամենազգացմունքային մասնակիցներից մեկն ես։ Ես կուզեմ, որ քո զգացմունքները այդ զգացմունքային լինելը չխանգարի քեզ։ Բայց ես շատ գոհ եմ այս կատարումիցդ, շատ գոհ եմ այս ելույթից, համեմատական չեմ տանում օրիգինալ կատարողի հետ, շատ տարբեր է եւ շատ դու վերջապես կարողացար այս երգը, հա, այս ընթացքում շաբաթների քեզնով անել, ինչի համար նաև ես շնորհակալ եմ մեր երաժիշտներին, որոնք որ ամեն ինչ արեցին, որպեսզի օգնեն մեր ամեն մի մասնակցի։ Ես ուզում եմ, որ դու լինես դու Հովոն ես Գյումրիից, դու եղիր Հովոն։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն։ Սոնա։ Իհարկե ռիսկային էր, այդ ռիսկի մասին է, որ չեք վախում, բայց ձեր դեպքում այստեղից այրում ինչքան մախուր, սենց շատ բան եք էլի, պարզ եք շատ, այդ զգացումը շատ ակնհայտ է, առիթից օգտվելով շնորհավորել բոլորի ավարտականները այս տարվա եւ ծնողներին, ուսուցիչներին եւ աշակերտներին, եղեք գնացեք սենց եթե երաժշտությունը ընտրեք որպես ձեզ կարիերա ամեն ինչ, բայց մի հատ էլ մասնագիտություն վերցրեք։ Սենց խորհուրդ, բրավո քեզ, ապրես դու, մերսի քեզ, այս հոզիչ ուղղությունքային, այո, ես մեկ շատ մտածում եմ ու ինձ հարցում են ինչ կլիներ, եթե ու շատ ուզել էի որ խիրուրգ դառնայի, պրոստը շատ պետքա սովորեիր։ Դու հիմա как երաժիշտ պետքա ոչ թե պրոստը լինես, այլ ասելիք ունենաս ու բուժես մարդկանց։ Էդ էլա միսիա, как лекаря, սենց ասեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։